շնորհավորում եմ տղաներ նորից եւ ինչ կարծիք ուներ դատարանի որոշման հետ կապված, արդյոք սա զսպաշապիկ կդառնա դատախազության համար, որ ամեն անպատեհ առիթով գործեր չհարուցեն։ Համենայն դեպս դատարանի որոշմամբ, անպատեհ համարվող։ Շատ շնորհակալություն նախ այս ողջ ընթացքում լուսաբանելու համար այս ողջ անհեթեթ գործընթացը։ Իրականում ես անձամբ, մենք չենք քննարկել թե ինչ դիրքորոշում ունենք դեռ, բայց բնականաբար ես անձամբ չեմ համարում, որ սա իրանց համար ինչ որ զսպաշապիկ է լինելու, որտեղ իրանք արժանապատվության այդ զգացումը չունեն, որ ինչ որ ափսոսանք հայտնեն, որ մենք օրինակ 2 ամիս անիմաստ եւ անարդար հայտնվել ենք կալանքում, դեռ հələ իրենց պնդմամբ պետք է այս ողջ ընթացքում լինեինք կալանքի տակ, ակնհայտ անհեթեթ ապօրինի իրանց բանով, այդ պահանջով ու ըստ այդմ իրանք ցանկացած ընդդիմադիրի հասցեն, ես չեմ զարմանում որ նաև մեր եթե իրավիճակը այնպեսին լինի, որ իրանք գտնեն, որ դա անհրաժեշտ է, կրկին մի անհեթեթություն մտածեն, տանեն կրկին երկու, իրանցից ինչ է գնում, ուղղակի գալիս տեղ ինչ որ լուրջ դեմքով անլուրջ բաներ են խոսում, բայց իրանց այդ գործողությունների հետևանքով մեր օրինակի վրա, մենք հայտնվում ենք կալանքի մեջ, 2 ամիս զրկվում ենք ազատությունից, հետագայում մշտապես գտնվում ենք վերահսկողության տակ վարչական, ինչ-որ պրոցեսներ, նյարդեր, ժամանակ, իսկ իրանք տենց մի հատ էլ բժշկի թուղթ են ուղարկում, որ այսօր չեմ կարող գամ։ Էս է, այնպես որ իրանց գործիքակազմն է սա, մենք ընկղից ասել ենք, որ այս ամենը, ինչ խափանման միջոց էր, որպես իրանց կողմից պնդվել եւ ստացել էին դատարանից, դա հենց ինքնին պատժամիջոց էր եւ ուրիշներին օրինակ, որ եթե դուք ռադիկալ ընդդիմություն եք, եթե դուք սկզբունքային ընդդիմություն եք, ձեզ ցանկացած բան կան ընտանից գան, հանեն կամ ավելի վատ, Նարեկի պարագայում ոնց եղավ պոլին փռելով, ինչ որ խոշտանգման էլեմենտներ պարունակող գործընթացով զրկեն ազատությունից։ Այնպես որ ուղղակի ես շատ ուրախ եմ, որ դեռ մնացել են 4 կղզյակներ արդարադատության, ու այսօր դատարանը իմ համոզում